Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, հատուկ թողարկում արդեն զգացիք ուղիղ եթերում ենք AMG-ի հեռուստակայանով 10:35 րոպե եւ ես շատ ուրախ եմ այսօր, որ այս հապճեպ հանդիպումը ստացվեց եւ իմ վաղեմի բարեկամ, հարազատ, ընկեր, լավ արվեստագետ, այն ամենալավ բառերը, որ կա արվեստի մեջ, ես չեմ շռայլում, այլ այս մարդուն հասնում է այս բառերը, սիրելի հայրենակիցներ ջան, որ ես կես գիշերով կանթեղը եթերում է հատուկ թողարկումով AMG-ի հեռուստակայանից եւ այսօր իմ հյուրը բարեշնորհ Անդրանիկ Սարգսակ Մանուկյանն է, բարի երեկո քեզ, հարազատս, բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, իրոք միշտ քանի անգամ եղել է այստեղ Անդրանիկը, ես ուղղակի պահ չի եղել որ տեսնեի, բայց այսօր այս պահը այս երեկոյով ստացվեց, ընձեռվեց հնարավորություն AMG-ի հեռուստակայանով մի փոքրիկ հարցազրույց անել Անդրանիկ Սարգսակ Մանուկյանի հետ, որտեղ ես իր երգերը շատ սիրում եմ, իր արած հայրենասիրական գործը, մատաղ սերնդի դաստիարակման գործում արված այս ամբողջ աշխատանքը պետք է ասվի։ Անդրանիկ ջան, շատ ուրախ եմ, որ այսօր մեր կանթեղի, մեր հազարավոր հեռուստադիտողներ հիմա նայում եւ միամիտի սենց եկան, որ այս ժամին Գևորգը եթերում է էնել քո հետ, բարով ես եկել, ողջույն Միացյալ Նահանգներ քեզ, ինչպես ես, ոնց եկար, ասալը տեսնենք, Անդրանիկ ջան։ Լավ, փառք Աստծո եկանք, իհարկե համերգ եկել ենք այդ համերգին, ասենք շնորհակալություն Փարթամյանին։ Այո, մեր Ստեփանին, այո։ Ստեփանին, որ ինքը արդեն этап կարելի ասել կազմակերպում է, կաթապենդով էստեղ գալիս ենք ու ներկայացնում ենք մեր մշակույթը։ Ինչքանով ստացվում է մեր մոտ չգիտեմ, շատ լավ, այս գործը ինքն ասում է Գևորգ ջան, որ մենք ոնց ենք կարելի ասել աշխատում կամ ծառայում կամ ներկայացնում կամ մատուցում, չգիտեմ։ Ընդհանուր ասենք լավ ենք, փառք Աստծո։ Նոր ես եկել, այն Հայաստանի համն ու հոտը բերել ես Անդրանիկ ջան։ Սիրելի հայրենակիցներ, դեռ հələ կխոսենք ծրագրերի մասին, բայց մեզ մնացել է 1 օր, վաղը ամսի 16-ին ապրիլի երեկոյան ժամը 7-ին Pasadena HBU մեծ համերգասրահում մեր Գաթա բենդը Անդրանիկ Սարգսակ Մանուկյանի հետ իրոք սիրելի ժողովուրդ ջան, դուք բոլորդ էլ ճանաչում եք, գիտեք, առաջի անգամը չի, որ ես պետքա ներկայացնեմ այս հրաշալի մարդուն արվեստագետին, իրոք ձեր երակներում հոգում կանչելու է, գործելու է կարոտը մեր ազգայինը, մեր ժողովրդական, որ հնչելու է վաղը 5 շաբթի օրը երեկոյան ժամը 7-ին։ Սիրելի հեռուստադիտողներ, իմ խնդրանքը եւ հորդորը, որ վաղը հրաշք երեկոյ է սպասում եւ խնդրանքս որում է, որ ձեր երեխաների հետ, փոքրիկների հետ հաճախեք եւ իրոք դա դաստիարակչական պրոպագանդային մի պահ է, որ մեր այսօր այստեղ Սփյուռքում ծնված մեր երեխաները, պատանիները առնչվեն այս գեղեցիկ երգարվեստի հետ, ազգային հայրենասիրական, ժողովրդական երգերի հետ, որ ձեզ մատուցելու է Գաթա բենդը մեր Անդրանիկի ղեկավարությամբ։ Ես շատ ուրախ ենք Անդրանիկ ջան, որ վաղը ես գիտեմ, որ այս մի օրվա ընթացքում, մի գիշերվա մեջ շատ բան է փոխվում։ Դաժե 10 րոպե, 15 րոպեվա ընթացքում աշխարհում բան փոխվում։ Ուր մնաց հիմա այս հաղորդումը նայելով մի գեղեցիկ պահեր չես պարգևելու եւ մեր ժողովուրդն էլ այնքան ուրախ է լինելու վաղվա այդ օրվան, սիրելի ժողովուրդ, բոլորդ կարող եք զանգարել արդեն բոլորի կողմից ճանաչված հեռախոսահամարը 81225 0506 onlineticket.com մտեք եւ վաղը մասնակցեք այդ գեղեցիկ հրաշք երեկոյին։ Անդրանիկ ջան, ինչ ստեղծագործություններ ա լինելու, նոր երգեր, որտեղ լավ հետևում եմ ես քեզ։ Գեորգ ջան, նոր երգեր կան, բայց վաղվա ելույթը արդեն երկրորդ բանում եմ, կրկնվում եմ, ու ասեմ, որ վաղվա ելույթը որոշել եմ երգի անունը չտամ, բայց ամենահետաքրքիր միտքը իմաստը հայ ազգագրությունն է, բառը, բանը, գրագիտությունը, լեզուն եւ էթնիկ կարելի ասել ընտանիքի բան հիմքն է։ Հենց այդպես պետք է այդ անուշ երգով, sense ծորու երգերով կամ բեմ
բեմահարթակ։ Շատ լավ։ Հետո կամած արդեն ընթացքում են երգերը կամ են տաղերը, են խաղերը կհնչեն։ Իմ համար ասեմ, որ ամենահետաքրքիրն է, որ ուզում եմ հանդիսատեսը վայելի։ Այո։ Վայելի, ասինքն ես հասկանում եմ, այսօր շատ բաներ կա, մենք կարոտենք։ Առաջին հերթին կարոտենք մարդու։ Լավ ասես։ Երկրորդն էլ ասինք այդ կարոտ մարդուց ուզում ենք լսենք, չգիտեմ, տեսնենք, ջերմացնենք, ջերմություն ստանանք, այն ինչ որ հայ մարդունն է, հասկանում ես, հատկապես այս օտար ափերում։ Ես գիտեմ շատ բաներ ասենց խեղաթուրվել։ Ես հասկանում եմ, որ շատ է, ասենց ասած, մոլորակը նյութի մեջ շաղախվել, այլ բան առավել եւս մեր ընտանիքների, մեր առօրյայի, մեր երկրի, մեր պետության բանի եւ այլ։ Գիտես, բաներ կա, որ այդ նյութականից է կախված, բայց պետք չի, որ այդ նյութականով կորցնենք մեր հիմնական հիմքը, հա, մեր ակունքները, մեր այն իրական, ասենց ասած, ամենաանուշ, որը ընտանիքը փոքր մոդելն է պետության, էլի, որ բան։ Դրա համար ես շատ բաներ կա ցավում եմ, բայց բոլոր դեպքերում այդպես հանգիստ պետք է անուշ ուրախանանք, անուշ վայելենք, ու ուրախ կնեմ, ով ներկա կնի լավ, ով ներկա չի էլի լավ, մնացածն էլ իմ խնդրանքը կամ իմ ասելիքը, որ հայերիս առաջին հերթին ինձ ա վերաբերում, միշտ խոսենք հայերեն, ապրենք հայերեն, հետո այն սովորույթները, որ ունենք, միշտ լինենք պահպանողական։ Իմ ազգին խնդրում եմ, հային խնդրում եմ, որտեղ սա մեր իրական, այն որ ասում է, կերպարն է այս մոլորակի վրա, որպես ազգ, որպես մարդ, որպես պետություն, պետականություն։ Ով ինչ ուզում եք, ունեցեք, շատ ունեցեք, բայց աշխատեք, որ հոգսեր չպատճառեն ձեզ։ Հետո ինչ որ պետք է ունենանք, ինձանից բռնած, էլի ասեմ բոլորին վերջացրած, ծառայեցնենք մեկս մյուսին։ Ոչ թե ստրկացնենք, այլ ծառայեցնենք մեկս մյուսին։ Որտեղ անցողիկ ենք բոլորս այս կյանքից, մնում է մարդկային արժեքները, որ այդ մնայունը, որ ասում են ողորմի քո հոր անձավորած, հա, այնպես որ Գևորգյան, չգիտեմ, մեկ էլ չեմ ուզենա, որ իմ ազգը ғարիբ որմնի, որտեղ այդ ғարիբ հասկացողությունը, աշխարհը վայելեք, բայց այնպես արեք վայելքների մեջ ցանկացած մարդ, ցանկացած այլ ազգեր հայի հետ շփվելուց երանի տան, որ մարդու հետ գործ ունեն, երանի տան, որ միշտ իրենց կողքի հետ լինենք մենք ու միշտ վստահ են, որ մենք այնպիսի ազգ ենք, որ ոչ մի ժամանակներում ոչ մեկի հետ կապված խնդիր չենք ստեղծի։ Չգիտեմ, իսկ Հայաստանը մեր աշխարհն է, ինչ որ տվել արարիչ է, այդ կարողանանք բան տերը լինենք, խնամք մատուցենք, հետո շատ բաներ էլ կան 10-րդի նման անվտանգություն հասկացողությունը կա, այդ սիրո մենք ունենք հոգու հաց, էլի, որ հեռի տնից տեղից բանանում, այդ հոգու հացը կամ այդ սիրո ճաշը միշտ տրամադրենք մեր երկրին, մեր պետությանը, ամենաառաջնային լիարժեք մասնագետներին եւ մասնագետներ ասելով, ովքեր նվիրյալ են, տրամադրվի իրանց, իրենք մեզ պետք են։ Շատ էս իրոք էլի սիրելի։ Չգիտեմ, հիմա այստեղ շատ ախր ես էլ կլանված լսում եի Անդրանիկ ջան։ Շատ ճիշտ ես։ Մենք միշտ նայել ենք, միշտ հետևել ենք ու հարցազրույցներին։ Իրոք այդ հայրենասիրությունն է, որ ասում եմ հել է թափումա ցավը տանեմ վրայից։ Այնքան ուրախ եմ, որ իրոք այսօր վերջապես կանթեղի հյուրն է սիրելի 100
հազարավոր իմ հեռուստադիտողներ ջան, վաղը ապրիլ 16-ին երեկոյան ժամը 7-ին Pasadena HBO համերգասրահում Գաթաբենդ Անդրանիկ Սարգսակ-Մանուկյան իրոք բոլորս ժամանակ ունենանք 2 ժամա ինչ ա եղել այդքան վաղը միջոցառումներ էլ այդքան չկա ես էլ նայեցի տնտղեցի բզբզեցի այդքան շատ բաներ չկան որ կարող եք գնալ եւ նոր 2 օր առաջ եք այն Հայաստանի համն ու հոտը հələ ես արա Անդրանիկից վրայից մեր հայկական բուրմունքը այն որ ասում է լավաշի հոտը Անդրանիկ ջան եւ բոլորիդ խնդրանքս որ այդ օրը վաղը իրոք ազգային երգը այդ որ պետք է հնչի մաքուր մեր էթնիկ երգերը որ այսօր շատ քիչ է հնչում սիրելի հեռուստադիտողներ ես իմ հեռուստաժամով շատ եմ հենա Էդուարդն էլ գիտի շատ եմ ես հաղորդում Անդրանիկ Մանուկյանի երգերը շատ եւ ուզում եմ որ այդ օրը վաղը բոլորս վայելենք այդ հրաշք երեկոն Անդրանիկ ջան ընդմիջենք մի լավ երգով կվերադառնանք տաղավար կշարունակենք ծրագիրը համեցեք Դաշտի դու կակվուգնիս սասնոտղի ոսկի խասնիս պարովի կաս դու խասկեղու թետև թրնից կանց պարզ մեղու շողնեմ գիկամ Շողնեմ գիկամ Շողնեմ գիկամ Շողնեմ գիկամ Մանրիկ տոտերուտ մերնիմ ես նազուտ ուզետ կտանիմ տես պակմը իտաս տնեմ տեղուս սիրետես հովնա մեջ խազգեղու շողնեմ գիկամ Շողնեմ գիկամ Շողնեմ գիկամ Շողնեմ գիկամ Պերիմ տհոլ զուրնից ենք հանիմ Էկա կայնա ձեր տրան մոտ Որ հար սեղնիս մրդան խորոտ Շողնեմ գիկամ Շողնեմ գիկամ Շողնեմ գիկամ Շողնեմ գիկամ Շողնեմ գիկամ Շողնեմ գիկամ
Շողանեմ, շողանեմ, շողանեմ գիկամ Շողանեմ, շողանեմ, շողանեմ գիկամ Վերադարձանք տարավար սիրելի հայրենակիցներ, որ Անդրանիկը հուշեց, որ երգի հեղինակը դու ես, չէ, Անդրանիկ ջան։ Շատ կան։ Հա, նման երգեր, որ ջան, անկեղծ ասած, շատ երգերի հեղինակ եմ, ստեղծագործում եմ, հետո այս տեսնում եք, կամաց շատ լավ է։ բարձրացնում ենք եթեր։ Լավ, այդպես էլ պետք է լինի։ Անդրանիկ ջան, իսկ Երևանում ես գիտեմ, որ ինչքան տարի ես գիտեմ, որ դու ունեիր ստուդիա, ձայնագրման, այդ աշխատանքային գործունեությունը ինձ թվում է, չէ՞ որ կա։ Չասես չէ։ Չէ, կա, ուղղակի հիմա շատ մեծ խնդիրների մեջ եմ արդեն 7-8 տարի, դարդերս ցավերի շփատներ։ Ոչ միայն իմ տունը մշակութային օջախը է Սասուն ազգային եկեղեցի, հա, 78 թվից որ ստեղծել եմ, հիմնադրել եմ, այսօր կա։ 37 տարի Սասուն երկիպարի ազգագրական խումբը հիմնադիր գեղարվեստական ղեկավարը տեսնում եք հետո արո հետո ասիկ ստուդիան ստեղծել են գաթաբեննա որ սենց աշխատում ենք ծառայում ենք թու փարք ասու մշակութային առումով կարելի ասել փարք եմ տալիս ասում որ ամեն ինչ կա հետարքիր միտք ստեղծագործություններ եւ այլ հա իսկ մնացած առումով էլ տենց որ ժամին որ պահին որ ժամանակահատվածում ոնց ասեմ, եթե հաջողություն ենք ունենում, գործունեական իսկ համերգային գործունեություններ Հայաստանում շրջաններում Երևան լինում են, շատ են լինում, բայց էլի խնդիրներ կան։ Համերգի համար էլ խնդիրներ կան։ Ջիվանին ասում է աշխարհիս ընթացքի վրա ես կխնդամ սիրտս կուլա, ուզում եմ ինձ ուրախ ցույց տալ, ես կխնդամ սիրտս կուլա։ Այդ երգը կա, չէ՞ որ այդ դրա համար այդ կուլան ասեցիր ես հիշեցի։ Այնպես որ ասենք այսօր մեր երկրի վիճակը ասես բան չանեմ շատ ցավալի վիճակ է ու տաստված լույսը տեսնենք բացվի որպեսզի կարողանանք այս հետարքիր բան համակարգից կարելի ասել ազատվել, որտեղ համակարգ չի մնացել, խեղաթյուրվել է բարոյական բոլոր արժեքները, մնացածն էլ փառք ասու ստեղծագործում եմ, իմ ձևի մեջ, իմ անելիքների մեջ աշխատում եմ, Էլեն փողոցի վրա էր, չէ՞, հիշում եմ, հա Հա, իմ ընտանիքը այդտեղ ապրում է, ես ապրում եմ, ստեղծագործում ենք։ Խնդիր չի այդ առումով։ Խնդիրը ուղղակի կարելի ասել ու բանա մեծ պետության հետ կապված է։ Տան հետ կապված է, որը արդեն 7-8 տարի է։ Մարդիկ չեն ուզում կարգ ու կանոն, Գևորգ ջան, ուզում են որ ասում են բանա կոռուպցիա չկա, ասում եմ եկեք իմ տուն, ասում են հանցագործություն չկա, ասում եք իմ տուն, ասում եմ հանցագործեմ, համար պատժեք։ Ասում եմ թե հանցագործեմ, պատասխանատվության ենթարկեք։ Ձեր սուտ, ասինքն դատարաններով, մյուս բաներով մի փորձեք Այսինքն այդքան բաների մեջից, բայց էլի ստեղծագործականը կա, համերգները կա, էդի չի կարող չլինել, այո։ Ես գգա օրը ժամը մի պահի ես իմ հայիս ու որպես հայ կասեմ, որ մեր տունը մենք ենք քանդել միշտ մեր ձեռքով։ Իհարկե պարկեշտ մարդուն, նորմալ մարդուն, չգիտեմ, այն իրական մարդուն, հայ մարդուն խոսք չի վերաբերում, բայց դարեր շարունակ մեր խնդիրն է եղել, մեր ձեռքով մենք մեր տունը քանդել ենք ու քանդել ենք նյութապաշտությունից ելնելով, քանդել ենք, որ սենց ասած գայթակղվել ենք մի բանի, ուրացել ենք, դրա համար այս խնդիրն է եղել, շենացնելու փոխարեն էլի։ Այսօր չի ես դարդուցավը, դարեր շարունակ գալիս է։ Ու ես էլ կուզենամ ասեմ, որ եթե անդրադառնում ենք սենց թեման բացվեց խոսեմ, պետք է միշտ առաջնային մեր ոնց են ասում համակարգի մեջ կարգվի օրենքով, ասինքն ով որ գալիս է առաջնորդ ղեկավար, չգիտեմ ինչ, պետքա իր մոտ լինի ազգային մտածելակերպ,
եւ լինի բան պետական մտածելակերպ, որ սա այս բաժակը ազգինն է, պետությանն է։ Սա անհատական բան չի, էլի խնամի բարեկամ ծանոթ կա որ բաներ խաղալու դու այդ բարեկամությունը։ Ապեր ես էլ եմ ասում, ես հանցագործ եմ, ինձ որպես հանցագործի պատժեք, որպեսի դիմասինը հասկանա, որ սա իրոք հանցանք արվեց եւ հանցանքի համար պատասխանատվության դենտարգետ պատժվեց։ Իսկ մնացած համերներ կան, համերներ կարևորը դա է, որ ստեղծագործականը շարունակվում է բուրըն կերպով։ Հիմա շատ հարցերում իմ համերները հանում են Հայաստանից։ Եթե ես խոսում եմ մի հատ արդարությունից կամ բանից, անկեղծ եմ ասում, հաջորդ օրը զանգում են, որը պայմանավորվել եմ արդեն, որ համերգ պետք է լինի։ Համերգ պետք է լինի, զանգում են, ասենք լրատվականը զանգել ասում է, այս խնդիրները կա, այս բան, ես աչքերս փակում եմ, բերանց բացում եմ, ասենք լրատվականով որ գնում է, ասենք վաղը պետք է գնամ ինչ-որ միտեղ համերգի, կաթաբենտով կամ մենակ, զանգում են վերևներից, հա, այդ իշխանավորներից, ասում են պետք է հանեք համերգը։ Սարգսակի համերգը չի կանալու, ասում են ինչի, տեխնիկական հարցեր, ինչ է տեխնիկական։ Հետո ասում ում տուն է քանդեն, որ ինքը պետք է լռի, կամ ասենք եթե հարց է տալիս, ասես բան չի եղել, հա, կամ էլ ինչ կապ ունի, ես ցանկացած բեմի վրա ես բարձրացել եմ, մշակույթ եմ ներկայացրել։ Ու դրանով ուզում են այն որ ասում է համ ստիպեն, համ վիրավորեն, համ հանեն ինձ իմ ուներից, որ ինչ-որ մի բան անեն, էլի։ Ասենք ստիպում են, որ ես իմ երկրից թողեմ դուրս գամ, Գևորգ ջան, պատկերացրու այս ամեն ինչը ու դրա համար ասենք շատ ժամանակներ չեմ խոսել, չեմ արտահայտվել, բայց հիմա արդեն ամեն ինչ պետք է խոսեմ, արտահայտեմ։ Ու ցանկացած հայ մարդու եմ ասում, եթե դուք ունեք տուն, ընտանիք, սրբություն, ուրեմն եկեք իմ տուն ու ինքները դադեք։ Ես ասում եմ ոչ մեկին չեմ ասում, որ բան ցենց էլի ինչ պաշտոն ունես, ինչ հնարավոր չէ, սովորական որպես մարդ, ախպեր, արի նայի, հանցագործեն պատժի, բան մի արա, էլի, սաղն եմ ասել։ Իսկ այն ինչ որ ասում են, եկեք, մնացեք, բան չի թողեցի, գնացեք, այսօր իմ երեխան ինձ ասում է, ո՞րն է հայրենիքը։ Աստծուտված լույսը Գևորգ ջան փակել են այդ երեխուս վրա։ 12 հարկ շենք է սարքել, 3 մետր հեռավորության վրա։ Այնտեղ տներ ունեմ, քանդել են, սարքել են։ Փող են աշխատում, էլ ուզում ինչ անեմ։ Վաղ որ թողնեմ դուրս գամ այս տնից, պետք է ասեն, չի գնաց, թողես գնաց, չէ։ Ասենք այդ ամբողջ համակարգը գիրի բռնած վարչապետից իր համակարգով աշխատակազմում բոլորը գիտեն, բոլորին տեղակ են պահել եւ այլն։ Բայց ես իմ երկել եմ, ոչ վախենալու, ոչ էլ բանի, բայց որ խոսում ենք այսօր այս տարբերակներին շատ բան անենք, դրա համար ասում եմ, որ մենք ենք մեր ձեռքով մեր տունը քանդում։ Էրդողանը ինչ ասեց։ Ես իմ պապերի գործը կիսատ չեմ թողնի։ Ասենք ստացվում են մարդը հանցագործություն արել ու իրավունք ունի մեզ sense մասնատելով գա առաջ, իսկ ես այսօր ասենք իմ երկրի մեջ իրավունք չունեմ ասեմ, որ իմ պապը Արեմյան Հայաստանից էր, բայց ինչ եմ երգում։ Ասենք ուրանամ դա, այս ինչ եմ ապարում, այդ որտեղից այդ գեներս։ Դա։ Սիրելի հեռուստադիտողներ, իրոք մեզ շատ քիչ էր ժամանակ մնաց, շատ համ ցավոտ հարցեր, համ հաճելի պահեր այսօր ապրեցինք, բայց ամենակարևորը, որ քանի որ այստեղ է մեր անդրանիկը, վաղը ապրիլի 16-ին երեկոյան ժամը 7-ին Pasadena HGBU մեծ համերգասրահում կայանալիք հանդիպմանը բոլորիդ խնդրում եմ ներկա գտնվել եւ վայելեք այդ գեղեցիկ երեկոն, նաեւ ես իմ անունից ուզում եմ մեր Ստեփան Փարթամյանին հայտնել իմ խորին շնորհակալությունը նման բարձրակարգ, բարձրաոճ արվեստ բերելու համար Լոս Անջելես, սիրելի հեռուստադիտողներ, ապրես Ստեփան ջան, միշտ էլ քո արած գործերը միշտ էլ շնորհալի նշանակալից ա եղել ու ժողովուրդը այն լավ մասսան են հասկացող մասան լավ էլ գիտի դու ինչ ես անում, ինչ խումբ ես բերում, ինչ ես խոսում, ինչ հաղորդում ես վարում, դրա համար շատ շնորհակալություն քեզ, որ այսօր անդրանիկը իմ հյուրը եղավ եւ սիրելի հեռուստադիտողներ,
վաղը ուզում եմ իրոք ցանկանալ լեփլեցուն դահլիճ Անդրանիկ ջան։ Ես էլ եմ ուզում արվեստագետին դրանից այնքան բան չկա, ես էլ եմ երգում, որ գալիս ես տենում ես դահլիճը տլիկն արդեն հաղթանակը 90%-ը տեղա, որ տենում ես ժողովուրդը լեփլեցուն ու քո սիրող ժողովուրդն է։ Ես այդ եմ ցանկանում քեզ վաղը։ Ահա, ես շնորհակալ եմ Գյորգ ջան, որ քո սիրող ժողովուրդն է։ Իմ համար որակն է կարևոր, եթե պետք է որպես պարտականություն գան։ Դե սիրողը որակն էլ է սիրում, էլի։ Պարտականություն գան, ես չէ, իրանք սիրում։ Նա ինձ մոտ չէ, վայել։ Մեր մոտ որտեղ աշխատում եմ Սենտ Մերի առողջապահական կենտրոնում, տատիկ պապիկների մանկապարտեզում, հիմա ինձ նայում են։ Վաղն էլ եթե դուք ունեք ժամանակ, ձեր երեխեքին, թորներին կամ զավակներին ասեք, թող տանեն Փասադինա ժողովուրդ ջան։ Միշտ քո երգերը հաղորդում եմ։ Այդ ինչ են անում։ Ու պատկերացա, եթե երկուշաբթի օրը հաջողվի դու գաս հյուր մեր մանկապարտեզը տատիկ պապիկների, ստեղից հայտարարում եմ, այնքան ուրախ կլինեն իրանք Անդրանիկ ջան։ Սիրով հիմա կարելի ասել չխոստանամ, որտեղ ժամանակը չգիտեմ ժամանակը։ Էդի խոսենք մենք ապեն հաղորդումից հետո։ Տատիկ պապիների համար ես իմ sense ասած Սիրելի ժողովուրդ ջան, մեր հաղորդումը մոտեցավ ավարտին, մի գեղեցիկ երգով ավարտում ենք։ Անդրանիկ ջան, շնորհակալ եմ հրավերի համար, մեր կանթեղ հեռուստաժամին, հատուկ թողարկումին, Էդիկ ջան, Կարինե ջան, բոլորիցս ստեղծագործական խմբին կազմի շնորհակալություն այս գեղեցիկ զրույցի համար։ Ցտեսություն, բարի գիշեր, մինչ վաղը լավ համերգը։ Sertis ovitar tu mir kisirutzer merke sertis ovitar upadvire agerneron toche morenasi shatak upadvire agerneron toche morenasi shatak Garunchegavai hamar sirutzer mespeches Garunchegavai hamar sirutzer mespeches
գնացի ծերտում երեքի բերքը սրտիս օղիտակ գնացի ծերտում երեքի բերքը սրտիս օղիտակ Şamelun sarere Gılgılale cürne iştun Şamelun sarere Ziterna getirtim yegal Garnangalı yetire Upak Thank you.